Տավուշի մարզի սահմանամերձ 3 գյուղերի՝ Սարի գյուղի, Ոսկեպարի եւ Արցախաբերդի հիմնական դպրոցները համալրվել են աղետների ռիսկի կառավարման պատրաստվածության համար անհրաժեշտ գույքով։ Դպրոցները գույքը ստացել են Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության աղետների ռիսկի կառավարման պատրաստվածություն փոքր դրամաշնորհային ծրագրի շրջանակներում։ Ծրագրի նպատակն է բարձրացնել դպրոցներում աշակերտների եւ ուսուցիչների անվտանգության մակարդակը, ձևավորել գիտելիքներ ու կարողություններ աղետների ռիսկի նվազեցման եւ արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում, ինչպես նաեւ ամրապնդել դիմակայունությունը հնարավոր աղետների դեպքում։ Ճապոնիան հաճախ է բախվում բնական աղետների, եւ տարիների ընթացքում կուտակած փորձը կարող է օգտակար լինել նաեւ այլ երկրների համար։ Ծրագրի շրջանակում դպրոցներին տրամադրվել է անհրաժեշտ գույք ու տեխնիկա, ինչը կնպաստի կրթական հաստատությունների անվտանգության բարելավմանը։ Բացի այդ, ուսումնասիրվել են դպրոցների քաղաքացիական պաշտպանության պլաններն ու սխեմաները, կատարվել են անհրաժեշտ թարմացումներ։ Կարճ ժամանակահատվածում Տավուշի մարզի 3 դպրոցները համալրվել են հակահրդեհային վահանակներով, առաջին օգնության արկղերով, պատգարակներով, բարձրախոսներով, տարհանման սխեմաներով ու պայմանական նշաններով։ Մշակվել եւ բոլոր դասասենյակներում ու համապատասխան վայրերում փակցվել են նաեւ տարհանման պլանները։ Ճապոնիայի միջազգային համագործակցության գրասենյակի կողմից իրականացված այս ծրագիրը աղետների ռիսկի կառավարման եւ պատրաստվածության բարձրացման ծրագիրն էր, որը ուղղված էր մոնիտորինգի իրականացմանը եւ տեղերում ռիսկերի գնահատմանը։ Ուսումնական հաստատություններ ընտրվել են մարզից 3 ուսումնական հաստատություն՝ Ոսկեպարի, Սարի գյուղի միջնակարգ դպրոցները եւ Արցախաբերդի հիմնական դպրոցը։ Տրամադրվել է փրկարարական գույք Ջայկայի այդ կազմակերպության կողմից, որը կարծում եմ օգտակար կլինի եւ ուսումնական process-ների իրականացման վարժանքների ժամանակ։ Ճապոնիայի միջազգային համագործակցության գրասենյակի հետ համագործակցությունը մեր մարզում իրականացվել է դեռևս 2015 թվականին, իրականացվել է Հարավային Կովկասում սողանքների կառավարում այդ ծրագրի շրջանակներում, մարզի 7 բնակավայրերում իրականացվել են մոնիտորինգի աշխատանքներ եւ արդյունքում Գետահովիտի համայնքում սողանքային մարմնի տեղաշարժը չափող սարքեր են տեղադրվել, իրականացվել է մոնիտորինգ։ Ծրագրի ավարտին Սարի գյուղի միջնակարգ դպրոցում կազմակերպվեց նաեւ ուսումնական վարժանք, անձնակազմի ու աշակերտների պաշտպանությունը ուժեղ երկրաշարժի դեպքում թեմայով։